Բարի երեկո, Tribune-ի եթերում կարճ միացումն է, շարունակում ենք վերլուծել հետընտրական զարգացումները եւ հասկանալ, թե ինչ ներքին եւ արտաքին ազդեցություն կարող է ունենալ ընտրությունները Հայաստանի ապագայի վրա։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանին։ Ողջույն, պարոն Մելիքյան։ Շնորհակալ եմ մեզ կրկին հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ ավելի համար։ Պարոն Մելիքյան, հունիսի ընտրություններից հետո շատ ժամանակ էլ չի անցել, 2 շաբաթ է անցել, քաղաքական կյանքը ոչ թե հանդարտվել է, այլ ավելի էլ արվել։ Իշխանությունը հայտարարում է, որ ժողովուրդը քվեարկել է իր ձայներ հաշվարկած խաղաղության օգտին, ընդդիմությունը պնդում է, որ այդ թեզի միջոցով փորձ է արվում քաղաքականացնել հասարակությունը։ Հիմա խաղաղության կողմնակիցների եւ կարծես էլի պատերազմի կողմնակիցների ենք բաժանել քաղաքացիներին, ոչ թե մենք, այլ դաշտը հանրային։ Միաժամանակ շարունակվում են վեճերը այս 3 ընտրատեղամասերի շուրջ, որտեղ գիտեք, որ արդեն արդյունքներն ամավեր են ճանաչվել, իսկ քվեարկություն չի անցկացվել։ Ընդդիմությունը խոսում է այսպես կոչված ժողովրդավարական ճգնաժամի մասին, իշխանությունը իրավական գործընթացների։ Եվ այս ամենն էլ տեղի ունենում այն փուլում, երբ արդեն Հայաստանը միաժամանակ բախվում է Ադրբեջանի պահանջներին, այսինքն շարունակաբար է բախվում, այս հիմա ավելի ինտենսիվ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին, արևմուտքի հետ աճող ազդեցությունը եւ ներքին քաղաքական խորացող այս բևեռացումը մենք ունենք այս պատկերը։ Հիմա Փաշինյանը հայտարարում է, որ ժողովուրդը քվեարկել է խաղաղության օգտին, այդ դեպքում ընդդիմության ձայն տված ընտրողները ավելի քան կես միլիոն քաղաքացիները ստացվում է, որ պատերազմի օգտին են քվեարկել։ Ինչ եք կարծում։ Նախ եկեք շատ ճիշտ ֆիքսենք թվերը, հա։ Եկեք։ Նիկոլ Փաշինյանի օգտին չի քվեարկել քվեարկողների մեծամասնությունը։ Սա փաստ է, 4 թվեր են ուղակի, հասկանում եք, ուղակի ինչքան մարդ համասնակցել ընտրություններին եւ միայն չենք կենտրոնանում ընդդիմադիր դաշտի, բոլոր այն քաղաքական ուժերը մինուս ԿՊ այդ դրանց հանրագումարը կազմել է ավելի շատ քան Փաշինյանը։ Սա ֆիքսենք ուղակի որպես փաստ, որ ինքը չի կարողացել հավաքի։ Երկրորդը այս առասպելը եւ հեքիաթը, որ հորինել է ԿՊ-ն իր պարագլխի ղեկավարությամբ, որևէ աղերս չունի մեր իրականության հետ։ Այսօր քաղաքական դաշտում որևէ adekvat ուժ միջազգային հարաբերություններից քիչ թե շատ հասկացող հարթակ եւ այլն, որևէ մեկին չեք գտնի, որը կողմ չի խաղաղության։ Այստեղ խնդիրը լրիվ ուրիշ հարթության մեջ է։ Այստեղ խնդիրը ամեն գնով խաղաղության, այստեղ խնդիրը արժանապատիվ խաղաղության, այստեղ խնդիրը երաշխավորված խաղաղության եւ ուժեղ խաղաղության մեջ է, հասկանում։ Դու երբ որ ասում ես խաղաղություն եւ անընդհատ բախվում ես այդ քո իսկ բերած խոսույթով պատերազմի սպառնալիքի հետ, հատաթա ես տալիս, մատ ես թափ տալիս քո ժողովրդի վրա, սպառնում ես, գտեք մի որևիցե պետության ղեկավար, որը իր ժողովրդին կսպառնա պատերազմով, եթե հանկարծ իրեն ձայն չտա։ Ու հերիք չի, եթե հանկարծ իրեն ձայն չտան, եթե հանկարծ իրեն սահմանադրական մեծամասնություն չտան, եթե դա մինիմում 65% չլինի։ Այ այստեղ է, հասկանում եք, թաքնված շանգլուխը, որ այդ միֆերով ինքը այնքան է ստել ու այնքան է կերակրել այդ առասպելներով մեր հասարակության, որ ինքն էլ է սկսել դրան հավատալ։ Բայց շատ ճիշտ նկատեցիք, սա միայն ժողովրդավարական ճգնաժամ չէ։ Մենք իսկապես թևակողում ենք շատ լուրջ ճգնաժամային մի փուլ, որից դուրս գալը ինքը տենց քաշող ճահճի նման է, հա, որից դուրս գալը չափազանց դժվար է լինելու, եթե չասեմ ուղղակի անհնար է լինելու հենց իրենց իշխանությունների համար, հասկանում եք, դուք երբ որ անում եք մի քայլ, որը հակոտնյա է բոլոր արժեքներին, մարդու իրավունքներ, միջազգային հարաբերություններ, միջազգային իրավունք, ինչպես կուզեք կոչեք, հա, այս պարագայում դու խրվելու ես մի ճահիճը, որից այլևս դուրս չես կարողանալու գալ։ Նախ եկեք ֆիքսենք, որ ինքը ամսի 7-ին գիշերը ժամը 2-ին այդ ափալ-թափալ գալու եւ 10+, հա, կարծեմ 10-13% էր ընդհանրապես։ Մենք չհասցրեցինք, բայց դա տեսանելի էր, մենք կարծես թե անդրադարձել ենք որոշակիորեն այդ հարցին,
Այդ օրը իր ելույթը վերջ դրեց ընդհանրապես այն բարբաջանքին, որ կոչվում է թավիշ, այն բարբաջանքին, որ կոչվում է սեր, այն բարբաջանքին, որ կոչվում է Լավ միտք էր։ ժողովրդավարություն, մարդակենտրոնություն եւ այլն եւ այլն։ Այդպիսի բան փաստորեն այլևս գոյություն չունի։ Ինքը այդ ելույթով դրեց իր վերջակետը, ավարտից հետո էլ շատ ավելի ագրեսիվ ամպլիտուդը բարձրացրեց եւ սա լինելու է շարունակաբար։ Այսինքն իր ձեռքը այսօր մնացել է ներքին քաղաքական իմաստով ռեպրեսիվ ամբողջ գործիքակազմը, որը անընդհատ ինքը պիտի փորձի օգտագործել, որ ջարդի հենց այդ 560,000, հա, էլ չասեմ, որ այդ 560,000-ի 70%-ին էլ այդ կապ չունի, մի տոկոսին էլ կոչես, այսինքն ով է քեզ այդ իրավունքը տվել մարդկանց ուղղակիորեն 100,000-ավոր մարդկանց ուղղակիորեն ուղիղ եթերով վիրավորել, ասելով, որ դուք կաշառք եք վերցրել, եթե ձեզ այդ կաշառքը չառաջարկեին, տեսեք, գալու եք վազելով ԿՊ-ին ընտրեք։ Այդպիսի բան բնականաբար չկա եւ չի էլ կարող լինել։ Սա իր, այսպես կուռ ընտրազանգվածին, որը մեծ փոփոխությունների է ենթարկվել եւ եկեք չգնանք այդ թվային բաներին, որ չգիտեմ 21 թվականին 600+1000 էր հավաքել, հիմա էլ 700+1000 է, բացարձակապես եկեք տեսեք 21 թվականին մասնակցությունը ինչպիսին է եղել եւ հիմա ինչպիսին է եղել, ընդհակառակը շատ ու շատ իջել է ԿՊ-ի վարկանիշը եւ իր խնդիրը կարծեմ անդրադարձանք նաեւ նախորդ հարցազրույցում, որ իր խնդիրը անընդհատ այդ նախընտրական շրջանում, քարոզարշավի շրջանում ամիսներ առաջ անընդհատ եղել է այդ ջախջախված ընտրազանգվածը, որ ինքը ունի, գոնե բերի ինչ-որ մի կուռ թիվ ստանա եւ այն այսպես կոչված չկողմնորոշված մասին ամեն ինչ այնպես անել, որ իրենք այդպես էլ չկողմնորոշված մնան, նստեն տները եւ չգնան ընտրության։ Արի ու տես, որ ես շատ անգամներ տարբեր եթերներից խոսել եմ, դուք մեր ժողովրդին լավ չեք ճանաչում։ Հասկանում եք, այս ժողովուրդը կլռի, ձայն չի հանի, դեռ կգնա լռելյայն իր բողոքը հայտնելու եւ դեռ կգնա այդ խցում իր ցասումը հայտնելու այն ամեն ինչի, այն ստի, այն կեղծիքի, այն արավիրքի, այն աղետի, որ այս իշխանությունները բերել են մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի գլխին եւ իր ձայնը կտա։ Սա կարծում եմ մեծ անակնկալը, շատ մեղմ եմ ասում, շատ այսպես օրը ցերեկով մեծ ամպրոպի եւ կայծակի դեր կատարեց հենց նույն Փաշինյանի համար։ Իր համար սա անսպասելի էր, որովհետեւ ինքը կաշվից դուրս եկավ ամեն ինչ անելու համար, որպեսզի այդ մասնակցությունը լինի ցածր, քաջ գիտակցելով, որ բարձր մասնակցության պարագայում ինքը շանսեր ուղղակիորեն չունի, փաստ թվային, 4 թվային են ամեն ինչ ինչ որ ունենք եւ բոլոր մնացած են լկտի խայտարակությունները, որ այդ հետընտրական շրջանում տեղի ունեցան։ Անմելիքյան, եւ ասում եք ժողովրդին դեռ լավ չեք ճանաչում։ Ես շատ հարգում եմ իհարկե ձեր կարծիքը, բայց ուզում եմ հասկանալ հիմա կա էլի փաստ, որ 3 ընտրատեղամասերի քվեն առհասարակ չի հաշվարկվել եւ չի նշանակվել նորից վերաքվեարկություն, դա նորից ոտնահարում չէ, բայց այդ դեպքում լավ տեսակ երեք Սամվել Կարապետյանն էլ արդեն էլի ընդդիմադիր դաշտին միանալու, միավորվելու եւ ինչու՞ չէ նաեւ հենց էլի հանրահավաքի կոչ հարեց։ Ես ուզում եմ հասկանամ, բա ուր են այդ մարդիկ, որ պետքա գան, չեն բաց թողել այդ պահը, որ ժողովրդին իսկապես կարող են այդ ալիքի վրա շատ միանգամից այդ տաք ալիքի վրա կարողանային դուրս գալ էլի փողոցներ, իսկապես պահանջեին գոնե վերաքվեարկություն իրենց հենց այդ 3 ընտրատեղամասերում, թեպետ չգիտեմ այնտեղ ձայների տատանում իսկապես կլիներ այդքան որքան որ պետք էր ԲՀԿ-ին գոնե անցնելու համար այդ շեմը, ամեն դեպքում ես էլի չեմ տեսնում, ինչ որ ապատիկ վիճակ եմ էլի տեսնում ժողովրդի մոտ, անգամ կոչերից հետո
Դուք ոնց կբացատրեիք դա։ Տեսեք, Ես սիրում եմ մեր ժողովրդին, ես չեմ ասում ես չեմ կասկածում, վատն են, չեմ կասկածում, բայց այստեղ վատի լավի հա, խնդիր չի, նույնիսկ այո, հատկանիշները չեն։ այստեղ իսկապես վատի լավի խնդիր չի։ Ահա։ Այստեղ այն հարվածը, որ հունիսի 7-ին ստացավ այս ժողովուրդը, Էլի հասկանում եք, վստահության նկատի ունեք, այո, այստեղ դիմադրության, դիմադրողականության եւ համբերատարության Հա։ մասին է խոսքը գնում։ Մի շատ տարածված խոսույթ կա, ասում են երբեք մի ասեք երբեք։ Հասկանում եք, որովհետեւ այդ ապատիկ չէ, նայեք, այդ նույն ապատիկ միջավայրը, տեսեք, ամբողջ նախընտրական շրջանը, եթե մենք վերցնենք, ասենք սրճարաններում նստած մարդիկ նայում էին մթնոլորտը, կարծես թե նախընտրական չի, քարոզարշավը իր ասես պիկին հասած մարդիկ հանգիստ իրենց համար քայլում էին փողոցներով, կարծես այդ անտարբերության ոչինչ չկա, չենք շնչում եւ այլն։ Բայց եկեք ու տեսեք, որ ամսի 7-ին կատարվեց այն ինչ որ ես գոնե իմ գիտակից կյանքում, որքան որ ես գնացել եմ քվեախցեր, ես իմ գիտակից կյանքում չի եղել, որ ես օրինակ 1 ժամ կամ 45 րոպե հերթ կանգնեմ եւ համբերատար հերթ կանգնեմ, շատ տաք շոքին, էլ չասեմ, որ շատ մարդիկ եկան, տեսան, որ հերթ է, ասեցին լավ, մենք կգնանք, միևնույնն է կվերադառնանք, երբ որ ավելի հանգիստ կլինի։ Հիմա տեսեք, այս ամեն ինչը միգուցե դետալներ են, միգուցե փոքրիկ բաներ են, բայց sense դետալներն են այն որոշիչ հիմնական հանգամանքը, այն առանցքային կետը, որ մենք շատ դեպքերում լինելով շատ էմոցիոնալ տաքարյուն ժողովուրդ միանգամից փորձում ենք այդ ռեակցիան էմոցիոնալ տալ։ Այո, շատ ճիշտ եք նկատում, որ առաջին հայացքից պիտի փողոցները այսպես ողողվեին մարդկանցով, այդ կեղտոտ հայտարարությունից հետո, երբ որ ինքը իր ձեռքով, այդ իր կեպիով, սրտիկն էլ ճակատին խփած, գեղեցիկ հրաժեշտ տվեց այն ամեն ինչին, ինչի համար ինքը եկել է։ Ինքը արեց սարսափելի։ Հասկանում եք, ինքը նույնիսկ իր վրայով արդեն անցավ։ Այս բանը, չնայած ինքը բան չի ճանաչում, կարմիր գծեր, կապույտ գծեր, սպիտակ, չկա այդպիսի հարց իր համար։ Իր համար այսօր կա հարց գերկենտրոնանալ աթոռի վրա, մաքսիմալ փորձել այդ աթոռի վրա լինելը երկարացնել եւ դրա դիմաց ռուսերեն բառը կա, այդ ստավկաները, հա, ստավկաները բարձրացնել, խաղադրույքները բարձրացնել ու ում հաշվին։ Իր հաշվին երբեք ոչ, ժողովրդի եւ մեր պետության հաշվին։ Սա սարսափելի է իհարկե, ընդ որում խաղադրույքները բարձրանում են երկուստեք, այսինքն խաղադրույքները բարձրանում են եւ եվրոպական ֆրոնտից, եւ ռուսական ֆրոնտից, եւ իրանական ֆրոնտից, մենք անընդհատ գիտեք, այդ երկու կողմն ենք նայում, բայց եկեք չմոռանանք, որ մենք ապրում ենք շատ տուրբուլենտ մի հատ միկրոտարածաշրջանում, այդ նույն բանը կարող եմ ասել Հնդկաստանի մասով, այդ նույն բանը կարող եմ ասել Չինաստանի մասով, երբեք պետք չի է հարցը այդ երկու բևեռների մեջ դիտարկել, որովհետև աշխարհը գնում է դեպի բազմաբևեռություն, հա, եւ այդ բազմաբևեռության պայմաններում 3 շատ կարևոր ուղղությունների հետ դու ունես լրջագույն խնդիրներ, դա Մոսկվան է, դա Թեհրանն է եւ դա Պեկինն է։ Այսինքն այս իմաստով խնդիրների հսկայական մի այսպես փունջ է գոյանալու եւ իրեն թվում է, որ այս ամեն անգամ տենց գինը բարձրացնելով հիշում եք ժամանակին նշաձող էր իջեցնում, հիմա ինքը խաղադրույքի նշաձողն է բարձրացնում եւ սա ցավալիորեն քերվելու է դուրս է գալու մեր ժողովրդի կաշվից։ Գիտակցում է սա ժողովուրդը, ես մեծ հույս ունեմ, որ գիտակցում է։ Սպասում է ինչ որ այսպես ասենք գործընթացների միանշանակ սպասում է։ Ինչպես եւ մենք միասին չէինք սպասում, որ այդքան մարդ կգնա քվեարկության, հա։ Անակնկալներ սպասեք կլինեն, բայց նորից մի շատ կարևոր հանգամանք եմ ուզում նշեմ։ Այստեղ շատ կարևոր է
դիմադրողականության մասը, այստեղ շատ կարևոր է միասնաբար ֆրոնտով հանդես գալու, միասնական ճակատով հանդես գալու եւ համբերատարություն, այս համբերատարությունը մենք եկեք համաձայնվենք շատ անհամբեր ժողովուրդ ենք։ Մենք անընդհատ եւ այդ անհամբերությունը հասկանալի է, մարդիկ այլևս զզվել են այս իրավիճակից։ Այս աղետաբեր, այս ցիկլի մեջ ենք մտել եւ որևէ ձևով չենք կարողանում դուրս գալ։ Սա զզվացրել է, սա հոգնածրել է, ինչու ոչ ձեր ասած նաեւ որոշակի ապատիկ այսպես տրամադրություններ է սերմանել ուղղակի այնպես եթերն օգտագործելով, խնդրում եմ ժողովուրդ, բան չի էլի, պայքարը մի օրով չի, երկու օրով չի, մեկ ամսով չի, եթե դու մտել ես դրա մեջ եւ ուղն ու ծուծով այլևս նվիրվել ես, դու նվիրալի նման պիտի շարժվես առաջ։ Վերջիվերջո եկեք հասկանանք, թե մենք ինչի հետ գործ ունենք։ Մենք գործ ունենք շատ լուրջ աշխարհաքաղաքականության հետ, մենք գործ ունենք ապագայի հետ, մենք գործ ունենք գոյութենական խնդիրների հետ եւ մենք գործ ունենք ինքներս մեր հետ, մեր արժեհամակարգի հետ, մենք գործ ունենք հայ մնալու հետ։ Եվ սա բան չի էլի, տենց ուրճացված խոսքեր չեն, շատերը դե ինչ է խանգարում մեզ հայ մնալ։ Շատ բան է խանգարում։ Եվ դա միայն Նիկոլը չի հասկանում եք, դա արդեն աշխարհաքաղաքականությունն է, դա քո ոխերիմ հարևաններն են, ատամները կրճտացրած սպասում են հենց որ գա այդ պահը եւ սկիզբը դնեն միանգամից արդեն վերջնական Հայաստանի վիլայաթացում կասեք, ապա մոնտաժում կասեք, թուլացում կասեք, կետային շատ ավելի փոքրիկ երկիր կասեք, որը ուղղակի սպասարկող ինչ որ այսպես անցողիկ բակի կամ պրախադնոյ դվորի, հա, շատ ավելի հնչեղ ասել, դերակատել, ինքը իրենից ոչինչ չի ներկայացնելու որպես գործոն։ Ինքը լինելու է ուղղակի սրա նրա ձեռքում գործիք, որոնք ով ինչպես ուզի, հա, լուսահոգի Վազգեն Սարգսյանի ասած, բռնի խուզի, հա, անտեր երեխա որպես բռնեն խուզեր։ Ոչ, Հայաստանը եւ հայ ժողովուրդը անտեր երեխա չի, որբ երեխա չի, այո, որփությունների, տառապանքների, տաժանակիր ժամանակներ վերապրած ժողովուրդ, ես սա միշտ եմ ասել, 15 թվականին, 1915 թվականին ցեղասպանության ենթարկված գաղթերի ճանապարհները բռնած, աշխարհով մեկ ցրված, ողնաշարը հիմնովին կոտրված ժողովուրդը 45 թվականին Ռայխստագի փլուզված պատերի, ավերակների դիմաց քոչարիապար։ Այս ժողովուրդ ենք մենք, հասկանում եք, եւ այդ գենը չի փոխվում հնդածս։ Եթե մենք մնացել ենք, եկել հասել ենք այսօրվան, էլի նույն ուժով, էլի նույն ավյունով, ես ավելի քան համոզված եմ, մենք պիտի վերջնականապես այս աղետաբեր ցիկլը հաղթահարենք եւ արդեն ճանապարհը կպարզվի, այդտեղ կարելի է այդ մաստեր կլասը ցույց տալ։ Եկեք տեսեք, թե ոնց է դիվանագիտությունը լինում, եկեք տեսեք, թե միջազգային հարաբերությունները ոնց են ձևավորվում եւ ոնց դու կարող ես պարտվողի սինդրոմը ուղղակի հաղթահարես եւ մտնես արդեն հաստատուն ցիկլ ինքդ քեզ առաջին հերթին հավատալով, ինքդ քո կոդին ապավինելով եւ միասնաբար առաջ քայլելով եւ վստահ նաեւ հաջողություններ գրանցելով։ Լավ, ուրեմն փորձագետները այս ընթացքում նկատեցին, չէին էլ կարող չնկատել բնականաբար, որ առաջին մարդը, որ ընտրություններից հետո եկավ Հայաստան, դա Ալիևի օգնականն էր Հիկմետ Հաջիևը, Փաշինյանն էլ եւ ազգային ժողովում եւ երեջեպազրույցում ասաց, որ ինչ ա եղել, որ շատ նորմալ է, հարցեր կան կարգավորելու, ինչու հանրությունը մինչ օրս էլ պարոն Մելիքյան չգիտի առհասարակ ինչ էր քննարկվում ընտրություններից հենց անմիջապես հետո, գիտեք, էլի շատ պարադոքսային է, որ sense չգիտեմ, սադրիչ բաներ, այս կլինի, այն կլինի, տարբեր թեորիաներ էլի դրեցին քննարկման, մշակման, դուք տեսնում եք վտանգը, որ խաղաղության օրակարգ օրինակ աստիճանաբար վերածվում է այդ ներքաղաքական պայքարի գործիքի։ Տեսեք, մեր ամենամեծ խնդիրը այս իշխանությունների ձեռամբ իդեպ եղավ այն, որ այս ամբողջ ընտրարշավ ասենք, այդ ամբողջ շրջանը ինքը արտահանվեց։ Ինքը այդպես էլ դուրս եկավ Հայաստանի սահմաններից եւ ինքը չդարձավ
միայն ու մաքուր ներքաղաքական գործընթաց։ Նայեք, իմ գնահատականները շատ ավելի ոչ թե տարբեր են, վստահ եմ վերլուծաբանները նաև այդ վերսիան են քննարկում, որը իդեպ լիարժեք է եւ կյանքի լրջագույն իրավունք ունի։ Սա նորից Փաշինյանի դիրքերի թուլացման մասին է խոսում։ Եվ այդ հապճեպ արագ այստեղ հայտնվելը նայի հանկարծ բան չանես, չընկրկես երբեք եւ մեզ չի հետաքրում, դու տվել ես խոստումներ եւ պարտավոր ես այդ խոստումները, այդ լոլոները, որ դե աշխատում ենք, գործընթաց խաղաղություն ենք բանանում եւ այլն, եւ այն ձերքերը գրպանում տենց հպարտ քայլող արցախցին, բանելա որ իրեն արցախցի ասես, այդ հպարտություն, այդ ինչի վրա եք հպարտ, այդ ինչ եք արել, որ հպարտ եք, այդ բացի աղետից, բացի կորստից, բացի կեղծիքից, որ դուք բերել եք կապել եք այս ժողովրդի վզի, ինչ եք արել, որ այդքան հպարտանում եք։ Հա, երևի նկարվելու համար ուրախ եք, որ նաև հայկական հողի վրա նկարվում եք այդ կոչեցյալի հետ Հիկմետ Հաջիևի։ Այդ նույն Հիկմետն է, հա, եկեք չմոռանանք, մի քիչ ավելի ռետրոսպեկտիվ նայենք, տեսեք շատ դեպքերում ասում են դե լավ, պետք չի անդրադառնալ, դե հիմա ավելի մեղմացել է, այն ժամանակ ավելի սուր էր։ Ոչ մի բան չի մեղմացել, ընդհակառակը, եթե առաջ որոշակի էմոցիոնալ երանգ կար նաև դրա մեջ, հիմա շատ այսպես իրատեսական գետնի վրա պայմանավորվածություններ եւ այդ նույն Հաջիևն է իր խոսույթը բացեք սրանից մի 5-6 տարի առաջ եւ հերթով եկեք տեսեք ինչերա ինքը հայտարարել եւ Շուշիում կլինի, Բաքվում կլինի, տարբեր միջազգային հարթակներում կլինի։ Թուրքը չի փոխվում։ Հասկանում եք, խնդիրը դա է, որ այդ կուլուարներում կլինի, իրենց խոսույթի մեջ կլինի եւ այլն, այս անգրագետները մտածում են, որ դե փոխվել է, երանգավորում է փոխվել, շեշտად չէ, չկա այդպիսի բան։ Հասկանում եք, հիմա Թուրքը հետապնդում է իր ազգային օրակարգ։ Լինի դա Թուրքիան, լինի դա Ադրբեջանը։ Իդեպ բան է, այստեղ երկվորյակ եղբայրներ չեն, այստեղ մեծի ու փոքրի խնդիր է, պապան այնտեղ նստած է Անկարայում, տղան էլ Բաքվում եւ շատ սինխրոնիզացված, վերին աշճանի սինխրոնիզացված, նույնիսկ տեքստային առումով, հա, ով եւ որտեղ ինչ հայտարարություններ պիտի անի եւ շեշտադրումները սուր, ավելի փափուկ, որտեղ պիտի դրմի այդ նույն սիմվոլիզմի օգտագործումը, որ շատ խորքային նստած է թուրքական հասարակության մեջ։ Հիմա դուք մի անգամից ինձ կարող եք հարցնել, որ Թուրքիա եթե չի փոխվում, ուրեմն մենք էլ չպետք է փոխենք մեր քաղաքականությունը, չէ։ Այդպիսի բան չկա, աշխարհը նորից եմ ասում։ Ինքը հարափոփոխությունից այդ դիստանցիոն սահմանափակում կա արդեն, նույնիսկ դա էլ չկա, որովհետև այդ աշխարհը տեղավորված է մեր փոքրիկ հեռախոսի մեջ ընդհանրապես եւ շարունակաբար շատ ավելի փոքրանալու։ Որ դու կերպդ պիտի փոխես, դու մոտեցումդ պիտի փոխես եւ շեշտադրումդ պիտի փոխես նմանատիպ երկրների հետ աշխատանքի եւ քաչ գիտակցես, որ միևնույնն է ինքը հետին մտքով, հետին պլանով, որքան էլ որ ժպտա, որքան էլ որ գրկախառնվի, որքան էլ որ քեզ գրքեր նվիրի, որ դու շատ կուզենայիր իրեն գրքեր, բայց այնուամենայնիվ գիրքը ձեռդ ընկավ եւ այդ գիրքը սկսեցիր գրկել, այդ գրքով քնում ես, այդ գրքով արթնանում ես, միևնույնն է, ինքը ունի իր ծրագրերը եւ իր ծրագրերը Հայաստանով ոչ են սահմանափակվում։ Դա թուրքական աշխարհի եւ թուրանականության գաղափարն է, որը անընդհատ արդեն 100-ամյակից ավել դրանից էլ առաջ մշտապես այդ ծավալապաշտական, այդ տարածապաշտական նկրտումները մշտապես լինելու։ Եվ այստեղ խնդիրը նայեք, միայն անձերի մեջ չի, հա, այնպես չի, որ Էրդողանը չլինի, այդ քաղաքականությունը չի լինի։ Ոնց էլ որ սա գաղափարախոսության խորք է։ Սա, եթե կուզեք, նաև խորքային պետության ուղղակի առնչություն է, դե Ալիև Պուճուրը ինքը անընդհատ օգտվում է այդ
բաներից, մետաջիշկաներից, այդ գրքերից, այդ դասագրքային քայլերը անում, որոնք ուղղակիորեն, միանշանակ, այսինքն, այստեղ երկրորդ եւ դիվանագիտության առումով, այո, շատ դեպքերում մի քիչ ծանր է հնչեցնել դա, բայց փայլուն դիվանագիտություն ունեն թուրքերը, եւ այստեղ ոչ թե սովորելու խնդիր կա, այլ այստեղ այդ դիվանագիտությանը ինչ կարող ես հակադարձել, որ որևէ ձևով նախ չվնասես քո ազգային օրակարգը եւ ինչ որ ձևով ճանապարհները գտնես դիվանագիտական ճանապարհով հարթեցնելու այն ամեն ինչը, ինչ որ հնարավոր է հարթեցնել, ոչ թե դու բոլոր գծերը ջնջես, այդ ճկունությունը գցես մի կողմ, ընտրես այն ամենա հեշտ ճանապարհը ու ասես, հեսա, դռները բաց են, բանալիները ձեռն են, էստի համեցեք, եկեք, էս տարածքն էլ ձեզ, ամեն ինչն էլ ձեզ, մենակ մեզ պահեք պաշտոնի վրա։ Մելիքյան, հրապարակը երեք հետաքրքիր գրառում էր արել, որ արևմուտքում նույնիսկ էլի վերադառնանք ընտրական process-ին, ամեն ինչ կապվում է ընտրական process-ի հետ, անակնկալի են եկել ընդդիմության ստացած ձայների քանակից, ընդդիմության շեշտում եմ, որովհետև բնականաբար նրանք էլ իրենց խաղադրույքներ ունեին Փաշինյանի հարցում, հիմա արտաքին դերակատարները ձեզ այս պահին վերանայում են իրենց պատկերացումները Հայաստանի առհասարակ այդ հավաքական մտքի ու հասարակության նկատմամբ։ Նայեք, այդ ամեն ինչը արդեն իսկ արտահայտվել է։ Եկեք չմոռանանք նաև դիտորդների մոտ նույնիսկ այս իրավիճակում, այն որ երկու ձեռքով, երկու ոտքով, մարմնով նվիրյալի նման պաշտպանել են Նիկոլին, բայց արի ու տես, որ աչքներից չի վրի, եթե այս պարագայում աչքներից չի վրիպել, ուրեմն դուք պատկերացրեք, թե ինչա կատարվել ընդհանրապես։ Այո, գիտեն սրա մասին, գիտեն շատ լավ, եւ Նիկոլն էլ գիտի, որ իրենք գիտեն դրա մասին, դրա համար հենց սկզբում մեր հարցազրույցի դա է ասում, ինչա դա նշանակում, դա նշանակում է գինը սկսում է բարձրանալ։ Գինը սկսում է բարձրանալ, օգնությունը սկսում է քչանալ, հասկանում ես, այդ ինչ գին ենք, որ ասում ենք, այո, հենց մենք, ոչ թե Նիկոլը, որովհետեւ Նիկոլը խնդիր չունի, ինքը նստած է լինելու իր ամառանոցում կլինի, իր նստավայրում կլինի, կեցավայրում, այդ անընդհատ ուտելու շղթան ինքը պիտի ապահովի, հա, այդ ծամելը, այդ ուտելը, այդ ինչ-որ տարօրինակ ձայները, դա երկու բան է, տեխնոլոգիան իրենը անում է որոշակիորեն, բայց ինձ թվում է այստեղ նաև բժշկական որոշակի խնդիր կա, հիվանդություն կա այդպիսի, որը կոչվում է որգրամոլություն, էլի, հասկանում եք, հիմա մի հատ պետք է ստուգել եւ այդ որգրամոլությունը շատ ճիշտ նկատեցիք, դա միայն առողջապահական խնդիր չի, դա ուղղակիորեն մեղք է ընդհանրապես մարդկային Աստծո առջև։ Հիմա սա է խնդիրը, որ այս ժողովուրդը իսկապես չեմ ուզում ես այդ բառը օգտագործեմ մեղք է, բայց ժողովուրդը անընդհատ դիմանում է։ Հիմա այդ դիմանալը պիտի վերածել դիմադրելու եւ դիմադրողականության։ Դու պիտի կարողանաս իսկապես ոչ թե այդ ապաթիայի մեջ խորանաս, այլ ընդհակառակը մեկ քայլ էլ առաջ անես, որովհետեւ ստեղ արդեն լկտիաբար կեղծվել է քո ձայնը։ Հասկանում ես, քո ձայնը գողացել են։ Պարզ նախադասություն եմ կազմում, գողացել են ընդ որում ամենալկտի ձևով, ընդ որում քեզ կեղծարար անվանելով, այսինքն ընտրակեղծիք ես դու, կաշառակեր ես դու, հա, այդ 100,000-ավոր մարդիկ, որոնց շարքերում գիտնականներ կան, տարեց մարդիկ կան, կյանքի հսկայական փորձ ունեցող մարդիկ կան, կանայք կան վերջի վերջո եւ նոր կյանքի ճանապարհը բռնած մարդիկ կան 18+, այսինքն ոնց կարելի է այդ մարդկանց ընդհանուր հիմա կամաց այդ տոկոսներն է, ես այդպես չեմ ասել, ես նրանց եմ ասել, հիմա 70%-ը ինչ կապ ունի, թեկուզ մի տոկոսին, այդ 500 քանի հազարից մի տոկոսին դու անվանես կաշառակեր, գումարով ձայն տված մարդ, այս բանը եկանք հասել ենք մոլորակ կանգնիր իջնող կա։ Այս վիճակին ենք հասկանում եք եւ նորից ուզում եմ անպայման է շեշտադրումը անեմ, որ այդ ամբիոնից հայտարարվել է Թավիշի մահախոսականը,
թերևս դրանով էլ պայմանավորված էր այն հոգեհանգստյան դեմքերը, որ այդ background Իսկապես։ իր ետևը երևում են, որովհետև adekvat մարդը չի կարող չհասկանալ, որ սա իսկապես մահախոսականն է, այն բարձրագոչ հայտարարությունների, այն պուպուշ գեղեցիկ ֆրազաների, այն թավիշների, այն սիրո, այն հանդուրժողականության եւ այսինքն ամեն ինչի վրա իր ձեռքով ինքը հատ այդ խաչերը քաշեց։ Թավիշը չկա, հանդուրժողականությունը չկա, սերը առավել եւս չկա, Ինչի մասին է խոսքը, կա սրտիկով չեն կա սերը պառակտումը, կա սպառնալիքը, կա ռեպրեսիան, այդ ռեպրեսիվ մամլիչը սկսեց այլևս աշխատել եւ այստեղ խնդիրը մեկն է։ Արդյոք այն զանգվածը, որ իսկապես իր ցասում է, իր բողոքը լուր, առանց խառնվելու, առանց ավելորդ հայտարարությունների բարձրաձայնեց իր քվյաձայնով, արդյոք իրենք պատրաստական են լինելու պաշտպանել հենց այդ իրենց ձայնը։ Այդ ձայնը գաղափար է, հասկանում եք, այդ ձայնը սրտի կանչ չի, այդ ձայնը դիրքորոշում է, այդ ձայնը մերժում է, հասկանում եք, եւ այս ամեն ինչը ինքը այդ մերժման գծի վրա չէ եկավ, ինքը հասկացավ, որ իրեն հայ ժողովուրդը ուղղակիորեն մերժել է։ Մնացածը ոնց եղավ, ինչպես եղավ, որ ինքը այսքան մենք ամենս շատ լավ գիտենք վերջի վերջը ովքեր են քվեարկողները, ինչ ինստիտուտների, ապարատների ներկայացուցիչներ, ինչ աղանդավորական հոսանքների ներկայացուցիչներ են եւ այլն եւ այլն։ Պարոն Մելիքյան, սուբյեկտիվ հարց եմ ուզում տալ, էլի կապված անվավեր ճանաչված այդ ընտրատեղամասերի հետ։ Եթե այնպես ստացվեր, որ դուք եւս քվեարկել եք հենց այդ ընտրատեղամասում եւ հասկանում եք, որ վերաքվեարկություն առհասարակ չի լինելու, սահմանադրական դատարանն էլ էլի ասելու, չէ, ես չեմ հավատում, որ սահմանադրական դատարան թույլ կտա վերաքվեարկություն։ Դուք անձամբ եւ ձեր շրջապատը ինչ կկազմակերպեիք, ինչ կձեռնարկեիք այդ փոխ, որ անձնապես հենց ձեր ձայնը իսկապես ու ձեզ ասում են կաշառակեր, ընտրակեղծարար, դուք ինչ կկազմակերպեք։ Այդ սուբյեկտիվությունն եմ ուզում քիչ տեսնել։ Միշտ բան կա, չէ, միշտ ասում են, որ իրավական մեխանիզմները ժամանակ արդեն վաղուց Հայաստանում չեն աշխատում, իսկապես չի կարող այդպիսի բան լինել, հասկանում եք 12% հաշվարկի պարագայում, երբ որ 88% ձայները դեռ չեն հաշվարկվում, դու վեկանում ես, ասում ես ես եմ վարչապետը, ես միազնյա կառավարության ձևավորել, հետո սկսվեց բանը, այդ բանի միջոցով ոնց էր Վահագ Հովակյան, որը քո բանն է եղել, այսպես ծառան է եղել ժամանակին, որտեղ որ դու աշխատել ես, նրա միջոցով լկտիաբար ասում ես անվավեր եմ ճանաչում, ոչ միայն անվավեր եմ ճանաչում, վերաքվեարկություն չեմ դնում, վարչական դատարանը այս իրավիճակում քեզ ասում է, որ դու չես կարող, փախուստ չունես, դու պարտադիր պիտի տանես վերաքվեարկության, որտեղ սա քո լիազորությունների շրջանակն է։ Վարչական դատարանի որոշումը այսպես իգնոր ես անում, մերժում ես եւ այո, սենց պետք է լինի, չորով չպետք է լինեմ ես 61 ձայնով նստած այնտեղ։ Քեզ գոնե բերում ես այդ 3-5-ը, հասկանում եք, 2/3-ը այլևս երազա քեզ համար։ Ես ինչ կանեի որպես ընտրող, ես անընդհատ կփորձեի հարցը տակ պահել եւ անընդհատ կանեի քայլեր։ Հիմա նայեք, մի քիչ շատ բազմաշերտ գործողությունների մասին ենք խոսում, հա։ Այստեղ պիտի նորից եմ կրկնում, շատ սառնասիրտ կազմվեն հատուկ փաթեթներ, միանշանակ եւ որքան էլ որ բան թվա, որ դե ինչ պիտի անեն, հենց իրենք էլ իրեն անցկացրել են, խոսքս եվրոպական կառույցների մասին է կամ մարդու իրավունքների, դիմել անընդհատ, անդադար, առանց կանգնելու, առանց շունչ քաշելու, այդ փաթեթները, այդ կեղծիքները, որոնք կան, գետնի վրա են եւ թարմ են, հասկանում եք, բոլոր հնարավոր ինստիտուտներով, կազմակերպություններով, աշխարհի, ամերիկյան, եվրոպական, ռուսական, չինական, բոլոր հնարավոր ուղղություններով սա պիտի նախ ներկայացվի։ Սա աշխատանք է ուզում եւ ռեսուրս է ուզում։ Հիմա ինչ որ մի հատված միանշանակ պիտի զբաղվի դրանով, որովհետեւ դու անընդհատ չես կարող միայն հայտարարություններ անել եւ խոսել։ Գետնի վրա պիտի նաեւ գործես։
Հիմա շատերի մոտ այն թյուր կարծիքը կա, դե թղթերը ով պիտի կարդա, այդ թղթերը գնալու են տենց գզրոցներում փակվեն, չկա այդպիսի բան։ Եթե դու անընդհատ եւ անդադար սկսում ես ռմբահարել ճակերտավոր այդ բոլոր կենտրոնները, այնտեղ չկա այդպիսի բան, հասկանում եք, որ ինչ որ թուղթ կորի, թուղթ պահվի, գործընթաց չսկսվի եւ իրավական բոլոր հնարավոր միջոցները պիտի աշխատեցնել։ Մարդկանց պիտի նիրհի ու ապաթիայի մեջ չտանել։ Դա հակացուցված է։ Ամեն ինչ պիտի անել, ոնց է դա արվում, մաքսիմալ հնարավոր շատ ավելի լայն ձևով, շրջանակներով պիտի բարձրաձայնվի հարցը, պիտի խոսվի։ Կներեք նվաստից, բայց այնուամենայնիվ նմանատիպ հարցազրույցներն էլ սրանք բան չեն, հասկանում եք, ես այն մարդկանցից չեմ, որ լապշաներ տենց կախեմ, լավ խոսքեր ասեմ, վիճակը շատ վատ է, վիճակը շատ ճգնաժամային է, եւ այս իմաստով սա իմ հարևանին, բարեկամին, հարազատին միայն չի, սա բոլորին է վերաբերում եւ բոլորի տներն է գնալու այս իրավիճակը, բոլորի դուրն է թակելու։ Մենք էլ միշտ այդպես ենք, չէ՞, դանակը պիտի ոսկորին հասնի, որ բժշկի գնան, անպայման քո դուռը պիտի թակեն, որ դու հասկանաս, ես եփ եկան, ոնց կանգնեցին, եւ այլն, այսինքն այս իմաստով ահռելի կազմակերպչական ջիղ, ջանք ու եռանդ է պահանջվելու։ Ես ավելի քան համոզված եմ, որ ընդդիմության, տիտղոսային ընդդիմության, հա, վաղվա երևացող ընդդիմության կամ այդ լոկոմոտիվների, հա, շարքերում միանշանակ կան այդպիսի մարդիկ, որոնք անձնուրաց պատրաստ են գործին կպնելու, աշխատանքային լուրջ բաժանում պիտի լինի, շատ տարբեր ուղղություններով, մաքսիմալ նույն Սամվել Կարապետյանի հայտարարած կոչը, մաքսիմալ պիտի փորձել այսպես մեծ կոնսոլիդացիա ստանալ ընդդիմադիր դաշտից։ Արդեն իսկ կան այդ նույն 6 կուսակցությունները, որոնք միացել են այդ հայտնի հայտարարությանը։ 6 կուսակցություն, ընդ որում, դու որ նայում ես պատկերը, այնտեղ հակառակ բևեռների, ուղղակի հակառակ բևեռների ներկայացում, բայց այդ գիտակցումը, որ այստեղ սա խնդիրը արդեն բերվել է վեր կուսակցականության, պիտի ուղղակի վեր կանգնեն մարդիկ այդ կուսակցական շահերից, ինչու ոչ նաև իրենց ամբիցիաներից, ինչու ոչ նաև իրենց անձի այսպես կարևորությունից եւ միավորվեն մեկ ու միայն մեկ գաղափարի ներքո, Հայաստանը փրկելու այս աղետաբեր վարչակազմից, Հայաստանի ժողովրդին վերջապես ազատելու այս շղթաներից ու այս կապանքներից, որ այս վարչակազմը բերելու այս վերջին 8 տարին փաթաթելը, հիմա էլ արդեն վերջակետ է դրել այդ ամեն ինչին, հիմա գնալու է շատ ավելի լկտի, շատ ավելի անարխիկ, շատ ավելի հակաօրինական բառը էլ չեմ օգտագործում, որովհետև ինքը այլևս քնում արթնանում է հակաօրինականությամբ։ Հասկանում եք, մի հատ ուղղակի պատկերացրեք, հա, որևէ երկրում, ուղղակիորեն մի ղեկավար, որ իրեն թույլ է տալիս, որ ասի դե ԱԱԾ-ից արտահոսք է եղել, այդ իր իրավունքն է, այդ մարդը կուզի արտահոսք կտա, հասկանում եք, ինքը դիմում է մի պետական կառույցի, որի ամբողջ գործունեությունը այդ արտահոսքերը կանգնեցնելու վրա պիտի հենված լինի, քո անվտանգություն, քո ողնաշարը պնդացնելու եւ անվտանգ պահելուն է ուղղակի առաջում, ասում է, թե ինքն է հիմա ԱԱԾ-ի աշխատակից, բա ինքն է որոշում, կուզի արտահոսք կտա, կուզի չի, այսպիսի պսևդո իրավիճակ, պսևդո պետության, որ ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, այս պետությունում մենք շարունակում դեռևս հակիրճ ամփոփ ենք հաղորդումը ավարտենք, որովհետև այսպիսի պնդում եմ լսել, որ սա 1 տարվա խորհրդարան է, արդյոք դուք տեսնում եք արտահերթ ընտրությունների իրական այսպես շանս կամ նոր ուզում եմ վերաձևակերպել հարցս, այս պնդումը չի խանգարում հենց այդ ալիքը բարձրանալուն, այսպես չի հանդարտացնում, մարդկանց ասում դե լավ, եթե մի տարվա է, մի տարի էլ ձգենք, դիմանանք, համբերենք, մի տարի հետո այդ թափը կհավաքվի։ Շատ կարևոր է, պիտի տեսնել, որ կողմից է գալիս այդ քամին կամ որ կողմից է փչում այդ քամին։ Եկեք երբեք չմոռանանք, որ այդ նույն
այսպես ասած արտա հոսքերը ինֆորմացիոն տալիս են հենց նույն իշխանության Հենց իրենք։ ներկայացուցիչները փորձելու հասկանալ թե իրավիճակը մթնոլորտը ինչպիսին կլինի։ Ես ինչ եմ կանխատեսում, ես կանխատեսում եմ, որ մենք մտնում ենք ավելի խորը ճգնաժամային փուլ, որովհետև չի լինում այդպես, հասկանում եք, եւ այստեղ բարոյական նորմերից զատ այստեղ կա չոր թվեր եւ իրավական հարթություն, հա, Վիճակագրություն եւ չընտրված օրենք։ իշխանությունը անընդհատ ճգնաժամային իրավիճակի Ստացվում է ոչ մեջ էլ լեգիտիմ չասեմ, որ իշխանություն են առանցքային են, հիմնական են սահմանադրական մեծամասնությունը ինքը չի ստացել։ Հասկանում եք, դուք պատկերացնում եք Նիկոլը դնի իր առջև մի բան ու դրան չհասնի։ Ու այս ամբողջ հիստերիան, այս ջղաձգումները, այս ճղճղոցը, ու այդ հոգնեցնող աղմուկը, այդ ականջ ծակող աղմուկը դեռ շատ երկար շարունակվելու։ Այդ ափերից դուրս գալն էլ պայմանավորել, որ ես այսպես բան էմոցիոնալ հռետոր Եվ եմ, միշտ եմ եղել հռետոր չես, դու քո ժողովրդի վրա մատ թափտված ղեկավար ես, իսկ մատ թափտված ղեկավարները երկար կյանքի երբեք չեն ունենում։ Շնորհակալ եմ, պարոն Մելիք։ Ես եմ շնորհակալ։ Շարունակեք հետևել մեզ բոլոր սոցիալական հարթակներում, միացեք մեր Patreon-ին, կհանդիպենք։